Զորություն եմ կամենում զոր աշխարհի զոր հայերին։ Իմ զոր հայեր, մեր համայն հայության հրապարակում, մեր հայերիս մայրաքաղաքում, այս իմ թիկունքի հետևում բազմած այս մեր կառավարական շենքում բազմած քաղաքական դիվերսանտներին, չգիտեմ, հոգևորական դիվերսանտներին, ուրեմն լսեք, կարող է հայեր ջանը, այս երկրում ամեն մեկ իր ձևերն ունի հասի լուծման, բայց հանձինս ես իմ ձևն ունեմ, մի ձև ունեմ, իմ ձևը միայն հայերեն է ու այսօր Հայաստանում կատարվելիքը հաստատ հայերեն չի, բայց ամեն բան հայերեն է լինելու։ Ուրեմն լսեք, այս վերաբերվում է թե քաղաքական նիկոլներին, թե հոգևորական նիկոլներին, թե սոցցանցային նիկոլներին, թե, չգիտեմ, մեր շարքերում պարուրված, պատսպարված նիկոլներին եւ ընդհանրապես բոլոր այդ չարագործ նիկոլներին, որտեղ նիկոլները ինձ համար ընդամենը երևույթներ են, չարագործ սրբապիղծ սրիգա երևույթներ են, դրա համար բոլորին այսօր այս սրիգա կերպարով ամբողջացնել է։ Ուրեմն հայեր, լսեք, այդ որ, չգիտեմ, մարդիկ խոսում են հայ առաքելական եկեղեցու մասին, այդ չի նշանակում, որ հայ առաքելական եկեղեցին տերտերներն են կամ քահանաներն են։ Եթե տերտերները, քահանաները ինչ-որ բաներ են անում, այդ չի նշանակում, որ ինչ-որ մարդիկ իրավունք ունեն եկեղեցում ինչ-որ հարցեր լուծել ու պարզել։ Եկեղեցին համայն հայերինն է, համայն հայերի անձեռնմխելիությունն է ու ոչ մենակ հայության, այլ նաև ամբողջ աշխարհի օրինական կրոնների հավատամքների համար համարվում է վեհարան եւ համարվում է անձեռնմխելի, անգամ Վատիկանի համար մեր եկեղեցին վեհարան է համարվում, անգամ Հռոմի Պապին միակ մեր հայ կաթողիկոսներն են տարերի վեր, որ երբեք չեն գնում ողջունելու, այլ Հռոմի Պապերն են գալիս մեր կաթողիկոսների մեջ։ Բայց ոչինչ այդ վեհարանի վեհությունը խավարել է, մենք կպարզենք այդ վեհությունը։ Իսկ այս հոգևորական ու քաղաքական նիկոլներին մի բան կուզեմ հիշեցնեմ, որ էսի արդեն դուք հասել եք սրբություններին, վերջի խազն է, էսի արդեն դուք մեր Աստծուն եք գվել, մեր Աստծո տներն եք գվել ու ոչ համապատասխան պահվածքներով։ Աստծո տան մեջ եկեղեցիներում կան եկեղեցական կանոնակարգներ։ Եթե հոգևորականը սրիգա է, դա չի նշանակում, որ ոմանք ինչ որ դիմակավորներ կարող են սրիգայություն անել տաճարներում։ Առայժմ